եւ եկավեք փոքր պատմել Մխիթար Սեբաստացու ավանդի մասին մշակույթի ոլորտում եւ երաժշտության մեջ այսօր իմացամ ես մասնավորապես իմացա որ նա երաժշտության ոլորտում մեծ ավանդ ունի մասնավորապես ինչ գործեր ունի որ կարեւոր է որ դրանց ծանոթ լինենք Մխիթարապոր մեծությունը Մխիթարի միաբանության մեծությունը մեր հայկական իրականության մեջ անկրկնելի է մեր մեծ ակադեմիկոսները կոչել են երկրորդ լուսավորիչ երկրորդ մաշտոց որպես Մխիթարապահայրը եւ Մխիթարյան հայրերը որ շարունակել են Մխիթարապողոր գործունեությունը Լեո պատմիչը մեր ասում է որ 18-րդ դարը պիտի կոչենք Մխիթարյան դար Մխիթարապողոր իր գործունեությունը կյանքի ընթացքին այս տաղերը ինքը աղոթքի ապրումն է որ գրի է արել տաղեր կան որ երկված են միայն Մխիթարյան միաբանության հարկից ներս Մխիթարյան հայրերի կողմից իսկ կան տաղեր որ նաև մեր ժողովուրդ հայ ժողովուրդը տարբեր գյուղերում եւ միջավայրերում կարողացել են այդ իր ծաղերը երգել տարբեր եղանակներով այսօր որ մենք պիտի լսենք Մխիթարապողոր տաղերը կան տաղեր որ ավանդաբար ինքն հեղինակ է նոտաները իսկ այսօր ամբողջովին նորովի է լինելու քանի որ նոր մշակումով եւ նաեւ օրկեստրային ինտերակցիայով լինելու այս գեղեցիկ միջոցառումը համերգը որ նվիրված է Մխիթարապոր ծննդյան 350-ամյակին Մխիթարապողոր տաղերից հետո լինելու են նաեւ Մխիթարյան հայրերի կողմից գրած հայաշունչ գեղեցիկ երգերը Ինչ եք կարծում հայ համայնքը այսօր Մխիթար Սեբաստացու ժառանգությունը կարողանում է պահել Մենք պետք է նախ եւ առաջ ճանաչենք որպեսզի կարողանանք պահել Իսկ որն է Մխիթար Սեբաստացու գաղափարախոսությունը արդյոք այսօր հայ ազգը կրում է այդ գաղափարախոսությունը եւ եթե ոչ ինչ պետք է անել որպեսզի գրողը դառնանք Գրողը կլինենք այն ժամանակ, եթե մենք հայերս կարողանանք ճանաչել ինքներս մեզ։ Մխիթարապահոր գաղափար եղած է Աստված եւ հայրենիք։ Իր լիարժեք զոհաբերությունը հայ ազգի։ Պարոն Բաբուրյան, նախընտրում ներկայացրեք այսօր ծրագրում ինչ գործեր է սպասվում Սեբաստացուց։ Այսօրվա համերգը բացառիկ է, որովհետեւ ծրագրում ներառել ենք Մխիթար Սեբաստացու կողմից գրված տաղերը, երգերը Եվ կատարել ենք նոր մշակումներ գործիքավորում եւ այս ստեղծագործությունը ներկայացնելու ենք նվագախմբի եւ երգչախմբի մատուցմամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ Այսինքն գործերը առաջին անգամ են ներկայացվում բացառիկ անդրանիկ ոնց ելույթն է Գործերի այս տեսակ ներկայացումը այո լինելու առաջին անգամ այս ձևաչափով նվագախմբով եւ երգչախմբով, որովհետեւ նախկինում այս ստեղծագործությունները կատարվել են երգչախմբի միայն արական կազմով եւ դաշնամուրի ուղեկցությամբ, իսկ այս դեպքում մենք ունենք նաեւ այո իհարկե նվագախումբ եւ երգչախումբ։ Ինչ է կարծում Բացի Մխիթար Սեբաստացու կողմից գրված ստեղծագործություններից նաեւ ներկայացնելու ենք Ղևոն Դալիշյանի, Գաբրիել Այվազովսկու, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու եւ շնորհալու ստեղծագործություններից։ Ինչ է կարծում մարդիկ հետաքրքրված են այս ժառանգությամբ Կարծում եմ որ հետաքրքրված են ու պետք է ել ավելի հետաքրքրված լինեն, որովհետեւ դարեր շարունակ այս ժառանգությունը պահպանվել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում եւ շատ մեծ հարուստ ժառանգությունն ենք, որը պարտավոր ենք պահպանել։ Իսկ այսօր դրա տարածմանը ի՞նչն է նպաստում։ Տարածմանը եւ պահպանմանը նպաստում են նմանատիպ միջոցառումները, համերգները, դասախոսությունները ու կարծում եմ որ սա շատ լավ առիթ է ներկայացնել մեր ժառանգությունը եւ ուղղորդել մարդկանց այն պահպանել։ Իսկ նման միջոցառումների շարունակական կլինեն նվիրված Այս տարի նվագախումբը ունի նաեւ հրավեր Իտալիայից, համերգներ Վենետիկում եւ կարծում եմ որ այս ստեղծագործությունների մեծ մասը նույնպես կներկայացնենք։ Բարի երեկո, ձերդ գերազանցություն պարոն դեսպան, հարգելի տիկնայք եւ պարոններ։ Ջերմորեն ողջունում ենք ձեզ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այս խորհրդանշական երեկոյին նվիրված հայ հոգևոր մեծ առաջնորդ, լեզվաբան, մանկավարժ, երաժիշտ եւ Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-րդ տարեդարձին։
Այսօրվա համերգը բացառիկ հնարավորություն է անդրադառնալու այն հարուստ հոգևոր, կրթական և մշակութային ժառանգությանը, որը Մխիթար Սեբաստացին և նրա հետնորդները թողել են հայ ժողովրդին և համայն մարդկությանը դարեր շարունակ ծառայելով հայ ինքնության պահպանմանն ու զարգացմանը։ Համերգն իրականացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ԱԳԲԱ բանկին, իդեմս գլխավոր տնօրեն պարոն Հակոբ Անդրեասյանին։ Այսօր մենք բացառիկ հնարավորություն ունենք ունկնդրել Մխիթար Աբբահոր և հոգևոր հայրերի կողմից գրված տաղերը և հայաշունչ երգերը նվագախմբի և երգչախմբի կատարմամբ նոր մշակումներով, որոնք իրականացրել է Վահագն Վարդանյանը։ Մինչ համերգային ծրագրին անցնելը սիրով բեմ ենք հրավիրում Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեսանդրո Ֆերանտին։ Signore e signori, buonasera. Tecniche e Fahrenheit, barriere Popolorin. Naturalmente il palcoscenico non è mio, Բնականաբար այսօր դեմը ինձ չի պատկանում, ma è un grandissimo piacere essere qui con tutti voi oggi բայց ինձ համար մեծագույն հաճույք է գտնվել այստեղ ձեզ բոլորիդ հետ միասին, per partecipare a questa bellissima iniziativa nell'ambito delle celebrazioni մասնակցելու այս գեղեցիկ նախաձեռնությանը, որը մաս է կազմում տոնակատարությունների մի մեծ շրջանակի, per il 350° anniversario della nascita dell'abate Mekhitar di Sebast. նվիրված Մխիթար Սեբաստացի Աբբահոր ծննդյան 350-րդ տարեդարձին։ Ho un tocco vivido nel cuore questa sera Այսօր սիրտը յուրահատուկ զարկերով է լրախում, perché a dicembre, dopo i giorni di festa, sono andato con la famiglia a visitare Venezia e ho visitato San Lazzaro degli Armeni. որովհետև դեկտեմբեր ամսին տոնական օրերից հետո ընտանիքիս հետ միասին այցելեցի Վենետիկ եւ այցելեցի Սուրբ Խազար կղզի։ Non c'ero mai stato. Երբևէ նախիրոն այնտեղ չէի եղել։ Sono stato accolto generosamente dai padri della congregazione Հիասքանչ ընդունելության արժանացա Սուրբ Խազար կղզու Մխիթարյան միաբանության հայրերի կողմից e ho visto, conosciuto un luogo bellissimo. եւ տեսա ու ճանաչեցի մի հիասքանչ վայր։ Padre Mekhitar è uno di quegli astri luminosissimi che hanno riempito l'arco celeste dell'Armenia. Մխիթար Սեբաստացին այն փայլուն աստղերից մեկն է եղել, որոնք լուսավորել են հայ ժողովրդի երկնակամարը, di cui l'Armenia è giustamente orgogliosa. եւ որի համար Հայաստանը բնականաբար շատ մեծ փառք է ստանում, Ma lo siamo anche noi in Italia, բայց դա նույնն է նաեւ մեզ համար Իտալիայում, perché padre Mekhitar, che io definirei con un approccio un po' rinascimentale, un uomo enciclopedico della sua epoca, որտեղ Մխիթար Աբբահայրը ես կասեմ ավելի վերածննդյան ժանրաժամի կերպար էր, ավելի հանրագիտական կերպար էր, portò in Italia, in quella parte d'Italia, in quella tranquilla parte di laguna di Venezia, in un'isola che fu messa a disposizione dal doge dell'epoca, non solo una tradizione profonda, importante, di religiosità, di cristianesimo, Քանի որ նա իր հետ Իտալիայի հատկապես այդ հատվածը, Վենետիկի ծովազուցի այդ կողտրիկ հանգիստ անկյունը այդ կղզի, բերել է ոչ միայն հոգևոր ավանդույթի խորը հետքեր եւ քրիստոնեության հետքեր, ma portò con sé un bel pezzo di umanesimo dell'Armenia.
բայց իր հետ վերել է նաև Հայաստանի մեծ հումանիզմի մի մասը։ In quegli anni l'isola fu trasformata e divenne una fucina culturale. Եվ այդ տարիների ընթացքում այդ ժամանակաշրջանում կղզին ձևափոխվեց եւ վերածվեց մշակութային օրրանի, զարթնոցի e si posero nuovi mattoni in quel ponte ideale di amicizia tra l'Armenia e l'Italia, tra i nostri popoli. Եվ այդպիսով դրվեցին մեր երկու երկրների, Հայաստանի եւ Իտալիայի երկու ժողովուրդների միջև ամուր կամուրջի նոր հիմնակարեր։ Quindi la sua testimonianza trascende l'ambito religioso, spirituale e diventa anche testimonianza profonda, di grandissimo valore dal punto di vista culturale. Այնպես որ նրա թողած հետքերը ոչ միայն կրթական եւ գիտական նկատակի են, այլ նաեւ մեծ մշակութային արժեք ունեն։ Prova ne sia la meravigliosa biblioteca che è custodita per la San Lazzaro degli Armeni. Դրա բառապացույցներից մեկն է հայերի Սուրբ Ղազար կղզում գտնվող հիասքանչ գրադարանը, che padre Mechitar e i suoi confratelli era non solo un leader religioso, ma anche un uomo di scienza. Կազմված նախիտարապահոր եւ հոգեվոր եղբայրների կողմից եւ բաղկացած ոչ միայն հոգեվոր գրականությամբ, այլ նաեւ գիտական գրականությամբ E di conoscenza, եւ իմաստությամբ, consapevole dell'importanza di preservare e tramandare la conoscenza attraverso la custodia e la conservazione dei libri. որոնք ունեն այդ ունակությունը, այդ գիտակցությունը պահպանելու եւ պահելու գրքերի թողածալությունը։ Fin da quando visitai il bellissimo Matena attendevo di vedere la prima stampa tipografica del primo libro in armeno, stampato a Venezia. Եվ Մատենադարանի առաջին այցից ի վեր երազում էի տեսնել առաջին հայկական տպագիր գիրքը, որը ինձ տպագրվել է Վենետիկում։ E sono lieto anche di condividere che vi è in ballo una importante candidatura di quella biblioteca di San Lazzaro degli Armeni a patrimonio dell'UNESCO che l'Italia sta sostenendo. Եվ նաև շատ ուրախ եմ կիսվելու ձեզ հետ մի կարևոր նորությամբ, որ այդ հիասքանչ գրադարանը ցեկնացու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարդկային ժառանգության համարվելու։ Quindi padre Mechitar ci dà una delle rotte che ci consente di navigare nel rapporto di amicizia secolare fra Italia e Armenia. Այնպես որ նախիտար հայրը տալիս է մեզ այն ուղիներից մեկը, որոնք մեզ թույլ են տալիս նավարկել մեր դարավոր բարեկամության ճանապարհներով։ Siamo due paesi che condividono tanti linguaggi, il linguaggio della cultura, Մենք երկու երկրներ ենք, որոնք միասնաբար կիսում են տարբեր լեզուներ, մշակույթի լեզուն, il linguaggio della conoscenza, գիտության, իմաստության il linguaggio լեզուն, del rispetto, հարգանքի լեզուն, il linguaggio della spiritualità, հոգևոր կամության il լեզուն, linguaggio di dare ai nostri giovani delle prospettive per un futuro migliore. եւ մեր երիտասարդներին ավելի լավ ապագայի տեսլական տալու լեզուն։ Memori di ciò che ci ha preceduto. Հիշելով այն ամենը, ինչ նախորդել է մեզ, Quindi un radicamento nella storia, di cui dobbiamo essere consapevoli, մենք ունենք խիտ արմատավորում պատմության մեջ եւ պետք է դա գիտակցենք, per guardare con fiducia e speranza al nostro futuro. որպեսզի ավելի վստահորեն եւ հույսով նայենք դեպի ապագան։ Ebbene, insieme a voi io vedo un bellissimo futuro Եվ այսպիսով տեսնում ենք շատ գեղեցիկ ապագա, in cui Armenia e Italia, Italia quale paese chiara espressione dell'Europa, որում Հայաստանը եւ Իտալիան միասին եւ Իտալիան որպես արտահայտությունը Եվրոպայի, Europa come spazio condiviso di valori, Եվրոպան որպես ընդհանուր ընդհանրական արժեքների տարածություն, di retaggio, ժառանգության տարած, che ci uniscono così fortemente, որոնք մեզ այսպես ամուր կապում են իրար, un paese che si tengono per mano, երկրներ, որոնք իրար ձեռքի բռնած, teniamoci per mano ամուր բռնում ենք մեր ցեղում e ենք celebriamo insieme. Celebriamo եւ insieme. նշում ենք միասին։ Con un'altra espressione che ci ha donato l'eredità, il lascito di padre Mechitar, custodito e rilanciato dai membri della congregazione e dai confratelli, la musica.
Նշում ենք մեկ այլ ժառանգությամբ, որը մեր զրահին թողել է Մխիթարապահ հայրը եւ որը շատ հիասքանչ կերպով պահպանում են Մխիթարյան միաբանության հայրերը, դա է երաժշտությունը։ Un altro linguaggio che supera tutte le frontiere. Սա ևս մեկ լեզու է, որը կարողանում է հաղթահարել բոլոր սահմանները։ E che italiani e armeni conoscono molto bene e sanno condividere al meglio. Եվ որը իտալացիները եւ հայերը շատ լավ են ճանաչում եւ որով կարողանում են շատ լավ կիսվել։ Vi ringrazio moltissimo per il privilegio di avervi rivolto queste parole. Ձեզ շատ շնորհակալ եմ այս խոսքերը արտահայտելու հնարավորության համար E vi auguro un'eccellente serata. եւ մաղթում եմ բոլորիդ հիասքանչ երեկո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն դեսպան։ Իսկ այժմ խոսքը փոխանցում ենք Մխիթարյան միաբան հայր Սերով վարդապետ Չամուրլյանին։ Էքսելենցիա, բարձրաշնոր, հրաշնոր, սրբազան հայրեր, փոխեշնոր եղբայրադիրներ, մեծ արքո, դիկնայք եւ բարոնայք, sia per la congregazione che per i due paesi. E sono certo che troveremo il modo di illuminare ancora una volta questo mondo, dando e donandogli pace e serenità. Սիրելիներ, այսօր նախիվրաջ ուզեմ բոլորիս շնորհավորել Լևոնտյանց քահանայից դոնը, որովհետև միայն քահանաների դոն չէ, այլ բոլոր ժողովրդինն է, որ գիտծավ, պահով բրիչով, ընդվզի վարդանանց այդ մեծ ուրացումին են։ Միաժամանակ սարեն դեպք է քշեմ, ինչպես ասենք այստեղ, ինչ բանի համար հավաքված են։ 350 ամյա գոնենք Մխիթար Սեփաստացի ծննդյան, այսինքն այդ պահին, երբ ի Հավիդենից Աստված որոշել էր հայ ազգին բարգեւել այս անձը, որ միշտ իր կյանքի մեջ սա խոնար զարան եմ իմ ասկին։ Եվ այս դարայության արդյունքը այսօր մենք կտեսնենք և կգնահատենք ոչ թե որովհետև հետևորդներն ենք, այլ որովհետև ձեր ներկայությունը և այս բոլոր հայ ժողովրդի սրտի փափախումը կվկայե, որ իրոք Մխիթար գադարեց իր առաքելությունը և դարձավ չահագիր հայ մշակույթի, հայ գրոնագործության և հայ հայրոյականության։ Այսօրվան երգերը, որ պիտի լսենք, շատ հետաքրքիր երբով մեզ կներկայացվին, բայց կուզեմ նշել հատկապես, որ ոմանք այդ երգերեն յուրահատուկ իմաստ ունի։ Կուզեմ հիշել Աղաչեմ Գսկեզը, որ Դագավին սարգավակ Մխիթար հորինեց, խնդրելով Աստվածամորմեն, որ իր աչքերուն լույս տա, լույս դուր իմ ագին, 1694-ին էր։ Եվ այդ գուրության ընթացքին, որ Մխիթարապահը իրավես, մոտավորապես 6 ամիս, ամբողջապես կույր էր, ինքը հորինեց այնպիսի երգեր, որոնց մեջ շարունակ կհնչեն, աչքերուց լույս դուր։ Գուցե մենք ալ այսօր աղոթենք և խնդրենք Աստծուց Աստվածամոր բարեխոսությամբ, որ մեզի ալ դա այդ լույսը, որ տեսնենք ճշմարտությունը։ Ուրիշ յուրահատուկ այսօրվան հետ կապված պիտի ասեմ, որ
Ննչյա որդյալ անունով փոքրիկ բանաստեղծությունը Մխիթար գրած է Քրիստոսի ծննդյան առիթով Հիսուս մանուկին նվիրված, որ ինչքան որ ես գիտեմ, առաջին անգամ պիտի հնչե, որտեղ երկրորդ տարբերակ ունի քիչ ավելի ջոխ եւ դժվար, բայց որ այսօր բախտը պիտի ունենանք լսել։ Մխիթարի երգերեն հետո պիտի լսենք Ալիշանի Փամփորոդանը, Վարդանանց, երգ քնացից սրբոց Վարդանանց։ Այդ ռազմաշունչ հոգին դվող երգը, որ Ալիշան նստած հերավոր Սուրբ Ղազարի մեջ գրծած է, քիրի վերած է, բայց միաժամանակ երգի վերած է։ Պիտի լսենք բրբուլ նավարայրի, նույն Ալիշանին, ապա պիտի լսենք Հայրագավետ Տեր-Սահակյանին, որ զոհվեցավ 1915-ի ցեղասպանության ընթացքին, գրած թարգմանչած նվիրված քայլերը, կամ Հայրմեսրոպ Ջանաշյանին, եւ եղանակավորված ուրիշ մխիթարյան հայրեմը, հայր Ռևոնտ Դայանե, որ մեծ երաժշտակետ էր, մեր շարականակետ էր։ Վերջին երգերը պիտի Հայր Վահան Հովհաննեսյանի հորինած փայերով նախկին Սան, մխիթարյան Սան, Քուրքեն Ալիևշահի երկահանությամբ պատրաստված երգեր։ Իմ հերավոր հայրենիք, փուխուրիկ եւ ի վերջո պիտի զգանք այն ոգին, որ կգրեին մեր հայրերը։ Կմաղթեմ ձեզի, որ իրոք բահմանմորնանք ամեն ինչ և վերանանք զգալու համար երաժշտության թերթիվները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հայր Սերոպ։ Մխիթար Աբահայրը ոգեշնչվել և դաստիարակվել է հայ հոգևոր երաժշտության ավանդությամբ։ Այս պատճառով համերգային երեկոյի այս հատվածում կունկնդրենք Մաշտոցի շնորհալու և նարեկացու տաղերից 3-ը Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Ծրագրում ներկայացված են երգերն ու շարականները։ Խմբավար Քրիստինա Ոսկանյան